Նայեք, ուսանողը հարցնում է, ինչի համար ենք սովորում այդքան շատ տեխնիկաները, օրինակ կարանք մի բան սովորենք ու վերջ այդ մեզ հերիք է, կարող ենք օրինակ մենակ ելով լիցքը սովորենք կամ մենակ պոլիգելով լիցքը սովորենք։ Եկեք երկու բառով բացատրեմ, լավ։ Հատկապես իմ դասընթացներից, եթե ինչ խոսում ես իմ անունից եմ խոսում, իմ on-line դասերի անունից եմ խոսում, իմ դասերի ծրագրերից եմ խոսում, ես տեղյակ չեմ բացարձակապես այլ մաստերների դասընթացների թեմաներում ինչ կա ներառված եւ ինչ ոչ։ Ուրեմն տեսեք, ինչի համար է իմ դասընթացներում բոլոր տեխնիկաները միանգամից ներառված։ Այսինքն, երբ որ մարդինց մոտ վերցնում է կուրս, դա կլինի on-line, կլինի արկա, սովորում եմ միանգամից շատ տեխնիկաների տեսակներ։ Օրինակ, իմ կուրսի ժամանակ դուք միանգամից սովորում եք եւ գելով լիցք, եւ թղթե ֆորմայով, եւ վերին ֆորմայով, եւ պոլիգելով լիցք, եւ թղթե եւ վերին ֆորմաներով։ Սովորում եք նաեւ գելային ծիպսայով լիցք, ակրիլիկ փոշիով բնական եղունգի ամրեցումն եք սովորում, ապակյա դելիկներով ամրեցման ձևն եք սովորում, մաքուր արտատպումն եք սովորում։ Մի խոսքով, այն տեխնիկաները, որոնք կան կիրառման համար, այդ բոլորը դուք սովորում եք։ Իսկ ինչի համար։ Ուրեմն այդ ամեն ինչը եկել է ոչ թե նրանից, որ զուտ ծրագիր է ժամը պետք լրացնել, այլ եկել է նրանից, որ մինչև ինստրուկտոր լինելը ես եղել եմ մատնահարդար ու իմ ամենակիչ հաճախորդ ընդունած ամիսը եղել է 120 հոգի։ Ես ունեմ տետրերը, ամբողջը գրանցված է, մինչև հիմա պահված է, ու այդ եկել է իմ պրակտիկայի արդյունքում, այդ գիտելիք եկել է իմ պրակտիկայի արդյունքում։ Ինչ է այդ նշանակում։ Երբ որ դու այդքան շատ մարդու հետ ես աշխատում, բոլորը տարբերվում են իրարից, սկսած եղունգների տեսակով, վերջացրած բնավորությամբ։ Ես ունեի հաճախորդ, որ իր եղունգի վրա ակրիլի փոշիով բազայով ամրեցումից բացի ոչինչ չէր պահում, որովհետև այդ մարդը կրծում էր եղունգները։ Ես իր եղունգին գելել եմ փորձել, պոլիգելել եմ փորձել, երբ որ դուք ասեք այդ ամենաուժեղ նյութերն են, գելային ծիպսան ընդհանրապես ինքը հեշտ սեմուշկայի նման գլեպը հանում էր վրայից, իսկ ակրիլի փոշին մեզ բրկում էր, որ ինքը չկրծի կամ չէր կարողանում կրծել, երևի չէր ստացվում։ Դա որ ուներ իր եղունգների վրա։ Նույնիսկ կարող եմ ասել մնացած նյութերի մասին, երբ որ մարդը գալիս է, ըստ իր եղունգի տեսակի դուք կատարելու եք աշխատանք։ Ես ունեի մոդելներ, որ գելը չէր պահպանվում։ Ունեի մոդելներ, որ պոլիգելը չէր պահպանվում։ Այսինքն, այդքան շատ տեխնիկայով ծրագիր սովորեցնում եմ ձեզ նրա համար, որ ձեր մոտ կան տարբեր տեսակի հաճախորդներ, տարբեր տեսակի եղունգներով, դուք նեղություն չքաշեք ու հասկանաք, որ դուք տարբեր տեսակի տեխնիկաների եք տիրապետում ու հաստատ այս աշխատանքի տակից էլ դուրս կգաք։ Գրիր Երևան բառը, եթե ցանկանում ես մասնակցել Երևանում կայանալիք իմ սեմինարին, կամ էլ գրիր մայիս բառը, որպեսզի գրանցվես մայիսի 1-ից սկսվող 2 ամսյա կուրսին, որի համար վճարել ես ընդամենը 25,000 դրամ։